Իրանը ստացել է խաղաղություն հաստատելու մասին Թեհրանի վերջին առաջարկների վերաբերյալ Միացյալ Նահանգների արձագանքը, որը փոխանցվել է միջնորդ Պակիստանի միջոցով, հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակը։ Էսմայիլ Բաղային ասել է, որ հիմա ուսումնասիրում են այն։ 14 կետից բաղկացած առաջարկների հիման վրա այս ընթացքում մի քանի անգամ ուղերձներ են փոխանակվել Միացյալ Նահանգների հետ։ Մենք ստացել ենք ամերիկյան տեսակետները եւ ուսումնասիրում ենք դրանք։ Իրանական ինքնագործակալությունն էլ հաղորդում է, որ Պակիստանի բանակի հրամանատարի այսօրվա այցը Թեհրան նպատակ ունի նվազագույնի հասցնել Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև տարաձայնությունները եւ նպաստել փոխըմբռնման հասնելուն։ Խաղաղության գործարկնքելու ամերիկյան գլխավոր պահանջներից մեկը հարստացված ուրանի դուրսբերումն է երկրից։ Reuters-ը հղումանելով իրանցի երկրու բարձրաստիճան աղբյուրի գրել է, թե երկրի գերագույն առաջնորդ Այաթոլլա Մոջթաբա Խամենեին հրահանգել է բարձր հարստացված ուրանը դուրս չբերել երկրից։ Աղբյուրներից մեկն էլ նշել է, որ իշխանության ներսում եւս կոնսենսուս կա այս հարցում։ Դեռ պարզ չէ, թե ինչպես սրանք արձագանքի Վաշինգտոնը։ Մինչ այդ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ պատրաստ է մի քանի օր սպասել, որպեսզի Թեհրանից մեջբերում եմ ճիշտ պատասխաններ ստանա։ Դոնալդ Թրամփը միևնույն ժամանակ զգուշացրել էր, ԱՄՆ-ն կարող է վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները, եթե գործարք չկնքվի։ Եթե չստանանք ճիշտ պատասխաններ, ամեն ինչ շատ արագ տեղի կունենա։ Բոլորս պատրաստ ենք գործի անցնել, պետք է ճիշտ պատասխաններ ստանանք։ Դրանք պետք է լինեն 100%-ով լավ պատասխաններ։ Եթե ստանանք, կխնայենք շատ ժամանակ, էներգիա եւ ամենակարևորը՝ կյանքեր։ Իրանի արտգործնախարարն էլ արձագանքել է, հայտարարելով, որ Թեհրանը պատրաստ է եւ բանակցություններ վարել Միացյալ Նահանգների հետ եւ պատերազմել անհրաժեշտության դեպքում։ Աբբաս Արաղչին նշել է, որ Իրանի դիվանագիտական ջանքերը կշարունակվեն ռազմական հրամանատարության հետ սերտ համակարգմամբ։ Մենք մեր առաքելությունը չենք դիտարկում անջատ մյուսների առաքելությունից։ Որտեղ անհրաժեշտ է պայքարել, մենք կպայքարենք, որտեղ անհրաժեշտ է բանակցել, մենք կբանակցենք։ Իրանցի ռազմական աղբյուրն էլ, ում անունը չի նշվում, ռուսական ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությանն ասել է, որ Իրանն ունի ժամանակակից զենքեր, որոնք դեռ չի փորձարկել, սակայն պատրաստ է կիրառել, եթե ԱՄՆ-ն կրկին հարձակվի։ Սարքավորումների եւ պաշտպանական կարողությունների պակասի խնդիր չունենք, որը կխանգարեր մեզ պաշտպանելու մեր երկիրը։ Այս անգամ մտադիր չենք զսպվածություն ցուցաբերել, հավելել է աղբյուրը։ CNN-ը հղումանելով ԱՄՆ հետախուզական տվյալներին ծանոթ երկու աղբյուրի հաղորդում է, որ ապրիլի սկզբին սկսված 6 շաբաթյա հրադադարի ընթացքում Իրանն արդեն վերսկսել է անօդաչուների արտադրության մի մասը, ընդ որում հետախուզական տվյալները վկայում են, որ Իրանի բանակը վերականգնվում է շատ ավելի արագ, քան սկզբանե կանխատեսվում էր։ ԱՄՆ հետախուզության գնահատականներով Իրանը կարող է լիովին վերականգնել իր անօդաչուների կարողությունները ընդամենը 6 ամսվա ընթացքում։ Իրանցիները գերազանցել են վերակառուցման բոլոր ժամկետները, որ ուներ հետախուզական համայնքը, CNN-ին ասել է աղբյուրներից մեկը։ Ու մինչ Թեհրանն ու Վաշինգտոնը սպառնալիքներով են փոխանակվում, Իսրայելը շարունակել է հարվածները Լիբանանի հարավին, պնդելով, որ թիրախավորում է արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Հեզբոլլայի ենթակառուցվածքները։ Լիբանանում պատերազմի հետևանքով առ այսօր սպանվել է 3042, վիրավորվել ավելի քան 9300 մարդ։